Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի համար 2 միջնակարգ դպրոցը պատրաստակամությամբ է արձագանքել Գավառի համայնքապետարանի առաջարկին և միացել քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի նախաձեռնությանը մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն խորագրի ներքո անցկացվող Եվրոպական միության կայուն էներգիայի շաբաթվան։ Բացի այս միջոցառումը մենք նաև իրականացրել ենք բազմաթիվ նախագծային աշխատանքներ էներգախնայության վերաբերյալ, քանի որ էներգախնայության շնորհիվ պահպանում ենք ոչ միայն բնությունը, այլև մեր ապագան։ Մենք սիրով ընդունեցինք Գավառի համայնքապետարանի նախաձեռնության առաջարկը և համատեղ ուժերով կազմակերպեցինք այս միջոցառումը։ Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ներկայացնում են էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ տեղեկատվական նյութեր, ինտելեկտուալ խաղի միջոցով ստեգում գիտելիքները, իսկ թեմատիկ բանավեճով հայտնում իրենց դիրքորոշումները։ Այս ամբողջը յուրացնելու և ներկայացնելու համար աշակերտները գրեթե 1 ամիս նախապատրաստվել են։ Մենք մի քանի շաբաթվա ընթացքում կատարեցինք հետազոտական աշխատանք, փնտրեցինք տարբեր տեղեկություններ։ Ես ցանկանում եմ իմ գիտելիքներով կիսվել իմ դասընկերների, ամբողջ դպրոցի աշակերտների հետ եւ նաեւ իմ գիտելիքները օգտագործեմ իմ կյանքում։ Թե իմ, թե դպրոցի աշակերտների եւ բոլորիս համար շատ կարեւոր է էներգախնայողության գաղափարը մեր մեջ կրել եւ սա շատ հետաքրքիր էր եւ մեզ համար եւ այն մարդկանց համար, որոնց հետ կիսվելու ենք մեր գիտելիքներով։ Տարբեր ձևաչափերով քննարկումներն ու ներկայացումները հանգում են այն վերջնարդյունքին, որ կանաչ էներգիան հուսալի և ապահով ապագայի գրավականն է, իսկ դպրոցական տարիներից դրա գիտակցելը կարևոր ու անհրաժեշտ։ Գավառի համայնքապետարանը հաջողում է այս ծրագրում, քանի որ կարողանում է ընդգրկել հանրակրթական դպրոցներին եւ մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները, քանի որ երիտասարդների եւ աշակերտների շրջանում դեռ վաղ տարիքից է ձևավորվում բնապահպանական մտածողությունը եւ վերականգնվող էներգիայի կարևորությունը։ Աշակերտները իրենց տեսական գիտելիքները ներկայացնում են նաեւ ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։